ենք գալիս գետի վրա, փոքր։ Հիմնական նպատակը պարոն վարչապետ այն է, որ այստեղ ունենում ենք հավաքատեղի, հեծանվորդների, սպորտսմենների առհասարակ։ Ունենում ենք հանդերձարան, ունենում ենք սրճարան, ունենում ենք յոգայի հատված փոքրիկ, այսինքն մենք նախագիծ ունենք նախնական այդ 250 միլիոն ունենք, այս երկու օրը ունենում ենք ծավալ։ Այսինքն արգելափակոցի մասին, խոսքը դեստեղի մասին։ Չէ, այս հատվածի մասին է, պարոն վարչապետ։ Ջրվեժից մինչև ներքևի ջրվեժը ինքը մոտ գալիս է 3480 քառակուսի մետրի մասին է խոսքը այս հատվածում։ Սա իրականում հենց հիմնականում այստեղ հեծանիվ քշող, այսպես ասած, այդ խմբի ժողովուրդի հետաքրքրում։ Լավ, հիմա մենք կարանք սենց սխեմա անենք, ասենք բանի պետական ներդրումով սա բերենք ինչ-որ տեսքի, հետո տվեք վարձակալության մրցույթով։ Իհարկե կարող։ Այսինքն մրցույթով վարձակալություն համ քաղաքին եկամուտ կգնի։ Վստահաբար։ Հիմա ասենք այս Երևանի ամենահայտնի ձկնորսական գոտին է եւ որպես միտք, որի շուրջ կարանք մտածենք, այս հատվածներում, այս նկատի ունեմ այդ տրամաբանությամբ էլ կարանք զարգացնենք, էլի։ Եթե օրինակ ասենք իրանց էլ այս ծրագրի շրջանակում հրավիրեք, որովհետև ես ինչքան հասկանում եմ, հիմնականում էլի կամուրջից ներքևից միջև հիմնական ձկնորսները գալիս են ստեղ։ Եվ եթե պարզվի, ես չգիտեմ, պարզվի ոչ թե կարելի է օրինակ որոշակի ձկների պոպուլյացիայի հետ կապված ծրագիր անել, որ ձուկ սպորտային ձկնորսություն զարգացնել, այսինքն կարա դառնա մի հատ շատ հետաքրքիր ծրագիր, էլի։ Այս հատվածները արդեն դուք վարձակալությամբ տվեք այս տարածքի եւ քաղաքի համար եկամուտի աղբյուր։ Շատ լավ, պարոն վարչապետ, այս նախագծով առաջ ենք շարժվում, մասնավորի համար մրցույթ կառուցում ենք, մասնավորի համար մրցույթ ենք կազմակերպում, մասնավորներից մեկը վստահաբար դա կդարձնի։ Իսկ ընդհանուր այն մեծ ռեկրեացիոն գոտու նախագծի հետ կապված մենք ինչ-որ բան վարչապետ, մենք ամբողջը ունենք վերլուծած, սահմանագծած, բոլոր ինչ պետք է մեկնարկել, պատմամշակութային հուշարձաններ, կենսաբազմազանությանը վերաբերող հույսերը, կենդանիները, բոլորը ունենք ֆիքսել։ Մաստեր պլան, այո, մաստեր պլան, ամբողջական, էլեկտրոնային մաստեր պլան։ Որտեղից որտեղ, որ հատվածից Կորեայի ձորից մինչև բան, հաղթանակի կամուրջ։ Դա շատ կարևոր նախագիծ է, իհարկե որ մաստեր պլանը ունենք, այդ նշանակում կարանք կտոր հաղթանակի կամուրջից հետո նորագյուղն էլ է մեջը, որովհետև եթե մաստեր պլան ունենք, այդ նշանակում կտոր կարանք իրագործենք եւ ռիսկերը այդքան մեծ չեն։ Բայց ես հասկանում եմ, որ սա կարանք չհետաձգենք։ Չէ, սա պատրաստ է։ Այստեղ նաև պարոն վարչապետ, մետաղական կամրջակ է նախատեսում կլիմացի հատվածը, որ անցնին, դեռ մաքրում ենք, էկրան ենք ունելու, ֆիլմադիտումների համար առանձին, տենց հոնասարքելու համար։ Բարև ձեզ։ Բռնել եք։ Իհա, բռնել ենք։ Ես ինչա փողա։ Իսկ հաճախ եք գալիս այդտեղ։ Մոտ ենք ապրում։ Կա ձուկ կա, ձեր կարծիքով ինչքան ձուկ կա։ Կիլո, հա? 5-6 կիլո բռնում ենք։ Այսը պրոստը լավ չի։ Մի օրում 5-6 կիլո։ Ոզը թոր են շատ գցում, Բան ստեղ սպինինգ չկա ընդհանրապես։ Չէ, քիչ չկա։ Ամենակ ամենակարևոր բանը պարոն վարչապետ այն է, որ կետ է դառնում, որտեղ կարելի է քալվել, նա փոխվել եւ գնալ հետո աշխատել։ Ջուր առնել, ջուր ամենակարևորը։ Պոպուլյար ու սիրված տեղ է, ուղղակի ասենք սկսած աղբահանության հետ կապված խնդիրներ եւ այլն, բան է։ Պարոն Փաշինյան նախ առաջինը շնորհակալություն եք ուզում հայտնենք նամակը որ գրել են ես եմ գրել Միշելյանը ես եմ խորի շնորհակալություն եմ հայտնում այս ամեն ինչը մի հատ ռեստարտ տվեց մեզի որ ասենք մեր մոտ հաճախող
սպորտսմենները, որոնք որ ասենք 500-ից 600 հոգի են, հիմա դարձել են արդեն 2000 հոգի։ Ու գնալով ավելանում, անկեղծ եմ ասում։ Տիրապետական։ Անկեղծ եմ ասում, սեզոնային կարա լինի ամառը, դաժե ավելի շատ է լինում, ավելի շատ է լինում։ Այն ինչ որ սարքավորումներ կա, պոլնի բանով լրի բավարար է, որ կարանա սպորտսմենը ստեղ պարապի եւ դառնա կայուն, ճկուն խելք ունեցող միանձնավորություն ընտանիքին պիտանի մատառը։ Առավոտից ստեղ են կարգու կանոնը բարձր ձևի, հարգանքը բարձր ձևի, մեծ ու փոքր հարգանքը միանվագ, ծխել չի կարելի, խմելը մի քիչ ենկոմ հեռու։ Խնդրանքը մի քիչ արդեն այսօր պլակատներ են կպցրել մեր բաներով, որ խոսքի կարթան գոնե ժողովուրդը մի փոքր բարձրանան, մի փոքր որ կարանա շերտը բարձրանա, ստե չխմեն, ստե չկեղտոտեն, մենք ամեն օր չհավաքենք, ու կարծիքով դից ստարտ կլինի ու շատ շնորհակալ ենք։ Մեր ազնագործում մեր կոլեկտիվը։ Այցի առիթը ինչ է, մենք գիտեք, որ ձորի հետ կապված մեծ ծրագրեր ունենք, ընդհանուր ստեղից մինչև, այսինքն ուզում ենք ամբողջը տենց ռեկրեացիոն գոտի ստեղծենք եւ նախագծերը բան արված է եւ վերջին առիթներն էր, որ ասում ենք ասֆալտը թարմացնենք, բայց հետո այդտեղից սկսեցինք ինչքան ավելի ընդլայնվում են ծրագրերը, այսինքն ասում ենք մենակ ասֆալտը չլինի, մի քիչ բովանդակությունն էլ բան անենք, որտեղ այն ինչ որ տեղի է ունենում շատ կարեւորվում է, էլի։ Մենք նույնիսկ ազգային անվտանգության ռազմավարության մեջ նույնիսկ street workout-ի հետ կապված հատուկ բան ունենք, որ մենք հանրապետությունում այդ ձևը պետքա զարգացնենք ու հիմա տարբեր տեղերում ծրագրեր ենք անում եւ իհարկե այս շատ կարեւոր տեղ է եւ նախ կոլորիտը ստեղի Շատ մի ուրիշ ձևի Երևանի համար տենց առանձնահատուկ մի ուրիշ ձևի բան բայց հիմա մտածում ենք ոնց անենք որ եւ համայնքի եւ կառավարության կողմից ներդրումները նախ այն ինչ որ կա այդ ժառանգությունը պահպանվի եւ տենց ավելի լավ լինի ու փոխանցվի։ Ես մի երկու բառով ասեմ, վերևը մենք մտխատու ծառեր ենք տնգե։ Ջրվում է իրանք սաղ։ Մյուս ամռանը երևի sense քարերը չենք տենա, սաղ ծառեր կլինի։ Եթե թույլ կտակ մի հատ է բասեինը ցույց տամ նայեք։ Իհարկե։ Արեք գնանք։ Ստեղ մենակ քիմիկ է սպայդրությամբ մեր ջուրը շատ սակավ է, բայց հուսանք որ ուժեղանային։ Աշխարհ Հա, էտիկետ ոչ մի բան չի կարողանում, բայց մենք ունենք։ Վերջը լավ է դրանում։ Շատ բարձր։ Ում էլ վատ գալիս է մի անգամից փոխում ենք 170 տակ ճանապարհ ենք դնում որ էլի գա, ամեն ընդհանրապես չի գա։ Այո կամ ոչ, մեջտեղին է մեր